Եվ եկավ Նազարեթ, ուր նա սնվել և մեծացել էր, և ըստ իր սովորության շաբաթ օրը ժողովարան մտավ։ Եվ նրան տվին Եսայի մարգարեի գիրքը, և նա վեր կացավ ընթերցելու, և երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որ գրված էր. Տիրոջ հոգին իմ վրա և դրա համար իսկոցեց ինձ։ Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու։ Ամեն։ Գիտեք, սիրելիներ, որ Քրիստոս իր քարոզչության ընթացքում ուր էլ որ գնում էր Տիրոջ ավետարանը քարոզելու, գաղտնի և ծածուկ չէր քարոզում, այլ անում էր հրապարակներում, մարդաշատ վայրերում, երբ որ Երուսաղեմում էր լինում, գնում էր տաճար, իսկ երբ որ ուրիշ քաղաքներում էր լինում, գնում էր ժողովարան։ Գիտեք, որ հրեաները մի տաճար ունեին, այն է Սողոմոնի տաճարը, որ կանգնվեց, կառուցվեց Երուսաղեմում, և մինչև այսօր հրեա ազգը երկրպագելու, Աստծուն երկրպագելու, զոհեր մատուցելու վայր չունի, որովհետև տաճարը ավերված է, և մինչև տաճարը չվերականգնվի, իրենք որևիցե ուրիշ տեղում զոհ չեն մատուցելու։ Եվ մնացյալ բնակավայրերում մարդիկ հավաքվում էին ժողովարաններում, որ հավաքվում էին ռաբիների շուրջ, միասին կարդում էին սուրբ գրային հատվածները և մեկնաբանում, վերլուծում իրար հետ։ Եվ ահա Քրիստոս գնում էր այնտեղ, որտեղ որ մարդիկ հավաքված էին Աստծո խոսքը լսելու ակնկալիքով, ծարավն ու քաղցն ունեին Աստծո խոսքի, ճշմարտության խոսքի։ Եվ իր սովորույթի համաձայն, երբ որ Նազարեթում էր իր ծննդավայրում, Քրիստոս գնում է ժողովարան, և երբ որ ներս է մտնում, ժողովարանի ղեկավարը, կառավարիչը, այդպես էր ընդունված ասել, հիմա ռաբիներն են ղեկավարում, կառավարում ժողովարանները, մոտենում է Քրիստոսին և տալիս է Եսայի մարգարեի գիրքը, մեր պատկերացրած գրքի նման ուղղությամբ չէր։ Հրեական գրքերը, երբ որ ասում էին, դրանք գալարներ էին, երկար մագաղատներ էին, որոնց վրա գրված էր և աստվածաշնչյան ամեն գիրքը առանձին, այսպես դրվագներով, գալարներով պահվում էր ժողովարանում։ Եվ բերում տալիս են Եսայի մարգարեի գիրքը, ուր և Քրիստոս բացում կարդում է հետևյալ տողերը. Տիրոջ հոգին իմ վրա է և դրա համար իսկ օծեց ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու։ Ուրեմն այս դրվագը ավետարանի, որը Եսայի մարգարեությունից մի դրվագի մասին է, ուզեմ մաս միասին մեկնաբանենք։ Նախ ինչ է նշանակում Տիրոջ հոգին իմ վրա է։ Այս արտահայտությունը, սիրելիներ, հրեա ժողովրդի համար Հիսուս Քրիստոսը պատահական չէր, որ բացեց հենց կարդաց այս տողերը, որովհետև ժողովուրդը սպասում էին Մեսիայի գալուստին, իսկ մեսիականության մասին ամենաշատ մարգարեությունները, ամենադիպուկ ու ավելի այսպես կոնկրետ մարգարեությունները հանդիպում են Եսայի մարգարեության գրքերում։ Այնտեղ է, որ ասում հագույսը պիտի հղիանա և մանուկ պետք է ծնվի։ Եվ Քրիստոս հենց մարգարեության գրքից ընտրում է մեսիականությանը վերաբերող հենց այդ դրվագը։ Ինքը դրանով իսկ ինքն իրեն բացահայտում է հրեաների առաջ, թե ով է ինքը, որտեղ մարդկանց մեջ տարբեր այսպիսի կարծիքներ կար, թե արդյոք ով է Քրիստոս, որ այսքան հրաշքներ է գործում, որ այսքան գեղեցիկ քարոզում է, մարդկանց բժշկում։ Եվ ինքն էլ երբեմն այդ հարցերը իր աշակերտներին տալիս էր, ուղղում էր իր առաքյալներին, թե ինչ են մտածում մարդիկ իմ մասին և ինչ եք մտածում դուք իմ մասին։ Տարբեր կարծիքների ծանոթ լինելով Քրիստոս ուզում է վերջնական պատասխան տալ իր ով լինելու մասին։ Մեսիականության բացահայտում, ինքնաբացահայտում ատա։ Այսինքն Քրիստոս ինքն իրեն բացահայտում է, թե ինքը ով է։ Եվ վերջում ավելացնում է ձեր ակաշներով լսեցիք այն, ինչ որ և տեսակ այն, ինչ որ գրված էր։ Ուրեմն սիրելիներս, այստեղ մարգարեական գրքից ընթերցված հատվածում շատ կարևոր
հաղորդումներ կա, կամ այսպես կարելի ասել պատգամներ կա։ Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու։ Ուրեմն, երբ որ մենք ավետարանում ենք Քրիստոսի եկեղեցում, Քրիստոսի մարդկանց մեջ, շատերը մեզանից միայն խոսք չէ, որ ակնկալում են, այլ նաև ուզում են, որպեսզի իրենց կերակրենք, իրենց զգեստավորենք, մեկին հիվանդանոցի գումարը վճարենք, մյուսին ուսման վարձը տանք, այն մյուսին տան հարցով օգնենք եւ այլ եւ այլն։ Պարզ է։ Միայն խոսքով չես կարող մարդուն, այլ նաև երբեմն այս նյութականացված իրողության մեջ պետք է նյութական օգնություններ ցուցաբերես մարդուն։ Խոսքը զուտ խոսքը մնա, եթե այն գործով նյութ չդառնա, շոշափելի տեսք չունենա։ Եթե ես ասում եմ աղքատներին ողորմություն արեք, բայց չանեմ ես այդ ողորմությունը աղքատներին, դա զուտ խոսք կմնա։ Եվ ինձ համար, եւ ձեզ համար, օրինակի իմաստով այն աղքատ կլինի։ Այսինքն ես ձեզ օրինակ չպիտի ցույց տամ, միայն խոսքով քարոզ կլինի, որը զանգի նման կհնչի եւ ոչ մի բան։ Իսկ Քրիստոս, երբ որ խոսում է աղքատներին ավետարանելու, այստեղ այլ բան նկատի ունի, ոչ թե գնալ սոված մարդկանց Աստծո ավետարանը քարոզել եւ նրանց չկերակրել, չէ, այդպես չէ, հիշում եք։ Առնվազն 2 դրվագ ավետարանում կա, երբ որ Քրիստոս հազարներին կերակրեց իր հետևից գնացողների, չէ՞։ Մի քանի նկանակացով եւ մի քանի ձկով, 5000-ին, 3000-ին կերակրեց։ Այսինքն միայն խոսքով չէր, այստեղ խոսքը սրելներս հոգևոր աղքատության մասին է։ Երանիների մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի 5-րդ գրքում, որը կոչվում է նաև նոր կտակարանի տասնաբանյան, այսպես ասենք, զուգահեռ անցկացվելով Սինա լեռան հետ, լեռան քարոզնել, ոնց որ նոր օրենքի սկիզբը լիներ, նոր օրենք էր տալիս Քրիստոս մարդկությանը, հրեաներին եւ մեզ բոլորիս։ Երանների մեջ կա այդ դրվագը, չէ, Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանք պիտի Աստծո որդիներ կոչվեն, չէ։ Ուրեմն հոգով աղքատությունը ինչ բան է։ Մեր մարդկանց մեջ, մեր հասարակության մեջ է տարածված է, թե հոգով աղքատ լինելը վատ բան է։ Երբ որ մարդուն խոսում են իր նյութական վիճակից, ասում է կարևորը հոգով հարուստ լինես։ Հոգով հարուստ լինելը պետք է հասկանանք հետևյալ իմաստով. շնորհներով հարուստ լինել, հոգևոր շնորհներով հարուստ լինել, Սուրբ Հոգու շնորհներով հարուստ լինել։ Բայց վերոնշյալ դրվագը ավետարանի, որում մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է Երանի հոգով աղքատներին, նկատի չունի շնորհներից աղքատ մարդուն։ Նկատի չունի այն մարդուն, ով որ Սուրբ Հոգու շնորհներից զուրկ է, դատարկ է, աղքատ է, այլ նկատի ունի այն մարդուն, ով որ իր հոգևոր աղքատությունը գիտակցում է։ Եթե մարդը չգիտակցի իր հոգևոր աղքատությունը, չպիտի ձգտի այդ հոգին շնորհներով հարստացնել։ Եթե ես ինձ հարուստ համարեմ, այլևս չպիտի աշխատեմ, չէ՞։ Պիտի ասեմ, որքան որ պետք է աշխատել եմ, բավարար է, հիմա պետք է հանգիստ առնեմ, դադար առնեմ եւ պիտի իմ աշխատածը անհոգ վայելեմ։ Բայց շերերս, եթե մարդը գիտակցում է, որ ինքը աղքատ է, ինքը պարբերաբար աշխատում է, որպեսզի իր աղքատությունը փարատի իր գործով, իր ազնիվ վաստակով։ Այդպես նաև հոգու աղքատությունը։ Եթե մենք չգիտակցենք մեր հոգու աղքատությունը, մենք չենք ձգտելու, մեր ձգտումը սպանելու ենք հոգու հարստացման իմաստով։ Եվ այստեղ Քրիստոս հասարակության, մարդկության հոգևոր աղքատության մասին է խոսում, որոնք թեկուզ եթե վերցնենք մասնավորի Քրիստոսի ժամանակ հրեաներին, միայն օրենքի տառով էին ապրում մարդիկ։ Օրենքը պահում էին, բայց օրենքի հոգին այլևս սպանել էին իրենց մեջ։ Փարիսեցիությունը թևավոր խոսք է, կեղծավորության հետ է նույնականացվում կամ ասոցացվում, որովհետև փարիսեցիները, որոնք որ օրենքի այդ տառը պահողներն էին, իրենք դարձել էին կեղծավոր մարդու օրինակ։
Եվ Քրիստոս վայրի մեջ անգամ փարիսեցին շատ խիստ բնութագրումներ է տալիս։ Եվ մեզ զգուշացնում է, որպեսզի մենք չնմանվենք փարիսեցիներին, ովքեր կեղծավորությամբ, ասում է, իրենց աղոթները երկարացնում են, սիրում են քաղաքի հրապարակներում քայլել, մարդկանցից ողջույններ առնել, պատվավոր տեղերում նստել։ Այդ հոգևոր աղքատության, գիտակցության բացակայությունն է սիրելիներ, որ բերում է մարդուն մեծամտության, գոռոզամտության, որ մարդը ինքն իրեն այլևս կարծում է, որ ինքը ոչ մեկից կարիք չունի, ոչ մի բանի կարիք չունի, ինքը ավելի լավն է, քան մյուսները, որովհետև ինքը այդպիսին է։ Հենց փարիսեցու եւ մաքսավորի հայտնի պատմության օրինակով, որ Քրիստոս է ասում, չէ՞, փարիսեցին ինչ էր ասում, իր կողքի մատնացույց մաքսավորին մատնացույցանով ասում էր, փառք Աստծո, որ ես նրա նման չեմ։ Այ հոգևոր աղքատությունը գիտակցող մարդը երբեք նման կերպ չէր վերաբերվի իր կողքի մեղավորի հետ։ Մենք էլ չէ, շատ ժամանակ եկեղեցում եղողներս, ովքեր երկար տարիներով մասնակցում են պատարագներին, սուրբ հաղորդության խորհրդին, լինում ենք ուխտավայրերում, աղոթքի մեջ ենք եւ հանկարծ սկսում ենք դատել մեր շրջապատի մարդկանց։ Սկսում ենք նրանց մեր հետ համեմատելով դատել։ Մենք մեծամտանում ենք, հոգևոր մեծամտության մեջ ենք հայտնվում։ Ասում ենք, ինչ լավ է, որ մենք այսքան լավն ենք, որ մենք պատվիրանները պահում ենք, որ մենք մեղավոր չենք, որ մենք կեղծավոր չենք, որ մենք ստախոս չենք, ու այսպես մեղքերը թվում ենք, բայց մոռանում ենք նկատել, որ մենք մեծամիտ ենք, որ մենք հպարտ ենք, որը մեղքերի մայրն է։ Եվ այդ աղքատության, գիտակցության, բացակայության մասին է խոսքը սիրելիներ, որ մենք մեր աղքատությունը պիտի գիտակցենք։ Եվ ինչ ասեմ, օրինակը տնտեսի առակնել է տալիս, բոլոր մարդիկ աղքատ են սիրելիներ, որովհետև ամեն ինչի տերն Աստված է, մենք տնտեսներ ենք։ Քո կյանքի տերն էլ դու չես, դու տնտեսում ես այն, քո ունեցվածքի կարողության տերն էլ չես, դու այն տնտեսում ես, քո շնորհները, քո ջանք դրած ազնիվ վաստակի արդյունքը չեն, այլ Աստծո ողորմության արդյունք են, դու դրանց վրա տնտես ես։ Այդ աղքատությունը պիտի գիտակցենք բոլորս, որ ամեն ինչի տվողն Աստված է, ամեն ինչի տերն Աստված է, ոչինչ մերը չէ։ Հետևաբար սիրելիներս, եթե չունենք այդ գիտակցումը, դրան պիտի հաջորդի մեծամտությունը, դրան պիտի հաջորդի հպարտությունը, դրան պետք է հաջորդի լճացումը կամ դեգրադացումը, ժամանակակից բառ օգտագործենք, հոգևոր դեգրադացումը, որ մարդն այլևս իրեն վերջ համարում է փրկված, մյուսները ոչ, կործանված են։ Սա շատ հատուկ է աղանդավորներին, որովհետև աղանդավորների քարոզիչները իրենց հետևորդներին համոզել են, որ քանի դուք գալիս եք մեր մոտ, հետևում եք մեր ուսմունքին, դուք փրկված եք, ձեզ ամեն ինչ կարելի է։ Բառացի չեն ասում ձեզ ամեն ինչ կարելի է, բայց ամեն դեպքում չեն էլ հանդիմանում չի կարելիների մասով սրներ։ Եվ Քրիստոս եկել է մեզ մեր հոգևոր աղքատությունը ցույց տալու, մեզ մեր հոգևոր աղքատությունը բացահայտելու, ինքնախաբեության այդ շղարշը մեր վրայից տանելու, որպեսզի մենք մեզ տեսնենք, մենք հասկանանք, թե մենք ինչքան աղքատ ենք առանց Աստծո սրելուց, ինչքան աղքատ ենք առանց աստվածային շնորհների, եւ եթե շնորհների հարստության այդ լիության մեջ էլ գիտակցենք, թե շնորհները տվողն ով է, միևնույն է մենք մեզ աղքատ կհամարենք, որովհետև մենք իմանանք, որ դա մերը չէ, ժամանակավոր է մեզ տրված։ Ներկա ժամանակներում շատ մարդկանց կողմից շահարկվում է հոգևորականների, մասնավորապես ուսակրոնների աղքատության ուխտի մասին եկեղեցական կանոնը։ Ինչ անշանակում աղքատության ուխտ,
ոչինչ անձնական չունենալ, ոչինչ անձնական չհամարել։ Ոչ թե որ մարդը պետք է մերկ կամ սոված մնա, ոչ թե մարդը պետք է դրսում անօթևանների հետ գիշերի, այլ որ ինքը ինչ ունի, դա իրանը չէ։ Իր մայից հետո ինքը կտակ կամ ժառանգություն ուրիշին չի կարող թողնել։ Դա մնում է եկեղեցում։ Մոտավորապես այդ նույն գաղափարի մասին է խոսքը, սիրելիներս։ Եթե մենք գիտակցենք ներողություն, որ մեր ունեցածը մերը չէ, դա կլինի հոգևոր աղքատության ճանաչում եւ գիտակցում։ Եվ Քրիստոսով պիտի լցնենք այդ աղքատությունը։ Քրիստոսով անընդհատ պետք է մեր աղքատությունը վերածենք հարստության։ Սա հոգևոր կամ հոգու աղքատության մասին սիրելիներս։ Աղքատներին քարոզելը այս իմաստ ունի, ավետարանի խոսքով պիտի մենք հարստացնենք մեր հոգևոր աղքատությունը։ Եվ այդ աղքատության գիտակցումը անընդհատ պետք է մեզ մեջ արթնացնի ձգտում էլ ավելի կատարելագործվելու, էլ ավելի աստվածային շնորհների այդ ճանաչմանը հասնելու։ Հաջորդը սրտով բեկյալներին նորոգելու, բժշկելու։ Սիրտը մարդկային այն օրգանն է, որը ապահովում է ամբողջ օրգանիզմի կենսունակությունը։ Եթե սիրտը չբաբախի, արյունը չի հասնի մեր վերջույթներին, արյունը չի շրջանառվի, իսկ կենսատու արյունը, որը կենսատու շունչն է պարունակում աստվածային խոսքի համաձայն հենց, այն կդադարի մեր կյանքի կենսունակությունը ապահովել։ Սիրտը ամենակարևոր բանն է, երբ որ մարդու սիրտը տկարանում է, 1000 հիվանդություն գլուխ են բարձրացնում։ Անգամ ոտքերը, որ սրտի հետ ուղիղ կապ չունեն, մարդու ոտքերն ուռում է։ Երբ որ սիրտը սկսում է ոչ ճիշտ աշխատել։ Ամբողջ օրգանիզմը, սիրելիներս, սկսում է ոչ ճիշտ գործել, երբ որ սիրտը թերանում է։ Առաջի բանը, երբ որ մտնում ես բժշկի սենյակ, զարկերը կտաստում։ Սրտի աշխատանքն աստում, այրանը ճնշումն աստում։ Առաջին բանը, որովհետև դրանից կարելի է հասկանալ քո առողջությունը, որքանով վնասված, իսկ որքանով ոչ։ Այս իմաստով սիրելիներս, սիրտը կարևոր նշանակություն ունի մեր կյանքի համար։ Դրան զուգահեռ նաև հոգևոր իմաստով մեր բոլոր հոգևոր խորհուրդները, մեր բոլոր հոգու խորհուրդները այդ հոգու սրտով են, որ շրջանառվում է մեր կյանքից ներս։ Հոգու առողջությունն է կախված հենց այդ հոգու սրտից։ Այն կեսաբեր արյունը, որը ապահովում է հոգևոր իմաստով քո կյանքը, պիտի իմանաս, թե ինչ սրտից է բաբախում, ինչ սրտով է շրջանառվում։ Կրոնները շատ են։ Ասեմ ավելին, ամեն կրոն իր մեջ տարբեր դավանաբանական, վարդապետական բաժանումներով այսպես առանձնացված փոքրիկ խմբերի են վերածվել։ Այսօր մենք 3 միլիոն, այդպես են ասում պաշտոնական տվյալները, Հայաստանում ապրող հայերիս մեջ բազմաթիվ կրոնական կազմակերպություններ ենք տեսնում։ Աթեիստներ կան, որոնք աստվածամերժներ են, ասում մերժում են։ Կան անգամ սատանիստներ, ովքեր սատանային են երկրպագում։ Նույնիսկ կան կրեշնայականներ, բուդայականներ, ամեն այն հարգանքով սիրելիներս, ամեն մարդ ինքն է իր որոշման համար պատասխան տալու, ամեն մարդ, բայց Քրիստոս եկել է այդ հիվանդ սրտերը, հոգևոր իմաստով հիվանդ սրտերը նորոգելու, բժշկելու,
բեկված սրտերը, շեղված սրտերը, որոնք ուրիշ տեղից են արյուն վերցնում, որոնք ուրիշ ձևով են, անհամաչափ ձևով են արյունը շրջանառում, այդ հիվանդ սիրտը նորոգելու համար է եկել Քրիստոս, հիվանդ սրտերը բժշկելու համար է եկել Քրիստոս, որպեսզի մեր կյանքի կարագույն օրգան համակարգը, սիրտը ճիշտ աշխատի եւ մեր կյանքը ավելի պայծառ, ավելի հեշտ եւ ավելի տանելի դարձնի։ Որպեսզի Քրիստոս մեր սիրտը նորոգի, պետք է թույլ տանք, որպեսզի մեր կյանք մուտք գործի։ Հետևաբար, սիրելիներս, սրտով բեկվածներին բժշկելու իմաստը խորհուրդ հենց սա է, որ Քրիստոս եկել է մարդկանց ուղղելու իրենց սխալ ընթացքից, իրենց սխալ կողմնորոշումներից, իրենց սխալ համոզմունքներից, որովհետև հայտարարում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Քրիստոսից դուրս չկա ճշմարտություն, չկա կյանք, չկա ուրիշ ճանապարհ։ Հաջորդը, սիրելիներս, գերիներին ազատում։ Հերյա ժողովուրդը այդ ժամանակ Քրիստոսի օրերին իր իսկ տան մեջ գերի էր, որտեղ Պաղեստինը ամբողջ իր տարածքով գտնվում էր հռոմեական լծի ներքո, եւ հռոմեացիները, որոնք հեթանոսներ էին, միաստվածության, այսպես թեոսական այդ ազգերը, որոնք որ կային, այդ ժամանակ միայն հրեաներն էին, բնականաբար չէին կարող հեթանոսների իշխանությունը ընդունել։ Հրեան չէր կարող նայել, թե ինչպես են իր տարածքում, իր երկրում, իր տաճարի հարևանությամբ կուռքեր պաշտվում, երկրպագվում։ Ասեմ ավելին, անգամ հռոմեացիները գնում էին սադրանքների, տանում էին կուռքերի արձանները, խցկում էին տաճարներում, տաճարում Երուսաղեմի, անգամ կայսեր նկարը պատկերն են ուզել դնել տաճարում, բղծելով այն դրա սրբությունը, տաճարի սրբությունը։ Այդպիսի գերության մասին էր խոսքը, սիրելիներս։ Հրեաները իրենց իսկ տան մեջ գերի էին հռոմեացիների ձեռքին։ Բայց Քրիստոս հրեաներին հիասթափեցնում է, ինչու որովհետև ասում է ոչ թե ձեզ եկա որպես աշխարհի իշխան, ձեզ առաջնորդելու, ձեզ ազատագրելու, ձեր այդ ազգային պայքարը, ազգային շարժումը առաջնորդելու, այլ եկա ձեզ ազատագրելու մեղքի գերությունից, մահվան գերությունից, եկա ձեզ դժոխքի գերությունից փրկելու։ Հրեաները ակնկալում էին, չէ՞ Քրիստոսից, որ Քրիստոս կամ իրենց պատկերացրած Մեսիան պետք է իրենց ազատագրեր ուրիշների օտարների լծից։ Ասեմ ավելին, նրանք որպես ազգ, միասնական ազգ որպես, միասնական պետականություն, մի թագավորի ժամանակ են ունեցել, Դավիթ թագավորի ժամանակ սերնես։ Մնացած ժամանակներում անընդհատ ասպատակվել, հալածվել են, պառակվել են իրար ներսից եւ իրենց համար երազանք է նորից Դավթի թագավորության վերականգնումը, սպասելի բաղձալի երազանք է, եւ ժամանակներն էլ հասունացել էին դրա համար։ Միջավայրն ու մթնոլորտը պատրաստ էր այլևս այդ պայթումին, այդ շարժման համար։ Եվ Քրիստոս նրանց ասում է, ոչ, ես ձեզ չեմ եկել որպես աշխարհի իշխան առաջնորդելու, այլ ես եկել եմ ձեր սրտերը, ձեր հոգիները, ձեր մտքերն առաջնորդելու։ Ոչ միտեղ մարդու ազատությունը չեն կարող սահմանափակել, ոչ բանտում, ոչ զնդաններում, ոչ միտեղ, որովհետև Քրիստոս անգամ դժոխքից է ազատագրել մեզ, սիրելիներս։ Ազատությունը այն չէ, որ մարդը տեղաշարժում է A կետից B կետի։ Ազատությունն այն է, որ մարդը կախված չէ մեղքից։ Մարդը կախված չէ ցանկություններից եւ արատավոր սովորություններից։ Այլ մարդը
կախված է, կախյալ է միայն իր Աստծո կամքից։ Այն էլ ոչ թե ստրուկի պես, այլ սիրով, ինչպես որ զավակը իր ծնողից։ Այդ գերությունից մեզ ազատագրեց Քրիստոս սիրելիներ։ Բայց մենք այսօր Քրիստոսի վճարած փրկագինը երբեմն անտեսում ենք։ Գնում ենք, մեզ կամավոր ստրկության ենք մատնում։ Մեր արատավոր սովորություններից, մոլուցքներից և մեղքերից։ Հաջորդիվ, կեղեքվածներին ազատ արձակելու, կույրերին տեսողություն տալու։ Հոգու կուրության մասին է սիրելիներս։ Միայն աչքի տեսողությունը չէ, հոգու տեսողությունը ամենակարևորը։ Եթե աչքս տեսնում է, բայց հոգիս կույր է, միևնույն է, արև ինչքան էլ պայծառ լինի, ամբողջ աշխարհ ինձ խավար է թվալու։ Եթե ես Քրիստոսին Աստծուն չեմ տեսնում, սիրելիներս, որևիցե բանի վրա ես չեմ ուրախանում։ Արևի ամենապայծառ լույսն էլ ինձ համար ստվերը կերևա, խավար կերևա։ Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Մատթեոս ավետարանում 5-րդ գլխում է ասում է Տեր Հիսուս Քրիստոս։ Այդ սրտի հոգու տեսողությունը պիտի բացվի մարդու։ Մեղքից, մեղավոր խորհուրդներից սիրտդ մաքրելով է, որ այդ հոգևոր կուրությունը պիտի թոթափես սիրելիս, որպեսզի դու տեսնես Աստծուն, տեսնես ամենուր, արարչության մեջ, ամեն տեղ։ Եվ վերջապես անընդհատ այս մասին խոսել եմ, այսօր էլ պիտի կրկնեմ։ Աստված ամեն տեղ է բացի դժոխքից։ Աստված իր արարչության մեջ չի բացակայում ոչ մի տեղից։ Միայն քեզ պետք է, որ քո հոգու աչքերը բացվեն, որպես դու Աստծու ներկայությունը իր արարչության մեջ տեսնես։ Տերն էլ է ասում, արքայությունը հեռվում չէ, ձեր ներսում է, յուրաքանչյուրիս մեջ է Աստված։ Արքայության խորհուրդ յուրաքանչյուրի սրտում է սիրելիներս։ Հետևաբար հեռվում փնտրել իմաստ չունի, եթե դու մոտիկը չես տեսնում։ Կեղեքվածներին ազատ արձակելու։ Նույն խորհուրդն է ինչ որ գերիալներին։ Կեղեքվածները գիտեք հալածվածներն են։ Կյանքում քրիստոնյաներիս երբևիցե Քրիստոս չի ասել, պիտի վայելեք այս աշխարհը։ Չի ասել, գիտեք ինչ կա, պիտի ձեզ սիրեն, պիտի ձեզ ընդունեն, չի ասել, պիտի այս աշխարհի բարիքները ձեր լինի եւ այլն։ Ընդհակառակը զգուշացրել է, ասել է, եթե դու իմ հետևից ես ուզում գաս, ուրեմն պիտի քաջություն ունենաս հալածվելու։ Ուրեմն քաջություն պիտի ունենաս արհամարվելու, անտեսվելու, կեղեքվելու։ Ոմանք ասում են, այս ինչ եք քարոզում, խեղճություն եք քարոզում։ Ոչ, սիրելիներս, խեղճություն չէ։ Եթե մարդը պատրաստ չէ հալածվելու, ոչ թե հոժար, այլ պատրաստ, դրանք տարբեր բաներ են, սիրելիներս։ Եթե մարդը հալածանքից վախեցավ, ինքը ամեն ինչի կդավաճանի, Աստծուն էլ կդավաճանի, հայրենիքն էլ կդավաճանի, ընկերոջն էլ կդավաճանի։ Տեսել եք, չէ՞ ֆիլմերում կամքից ուժեղ մարդկանց, երբ որ տանում են կտակների, մի բառից անգամ իրանց բերանից չեն հանում։ Իսկ թույլ կամք ունեցող մարդիկ առաջին իսկ փորձության ժամանակ ամեն ինչ պատմում են իրենց ընկերների մասին։ Այդպես է իրական կյանքում ներսելերս։ Այդպես է հոգևոր կյանքում ներսելերս։ Երբ որ մենք կամքից թույլ ենք, հոգևոր զենքերով զինված չենք, որ է համբերությունը ամենակարևոր զենքը։ Եթե մենք այդ զենքից զուրկ ենք, այդ պատերազմում շատ շուտ կհանձնվենք։ Քրիստոս եկավ իր անվան համար հալածվածներին, կեղեքվածներին այդ համբերության զենքով զինելու, որ կարողանանք մենք մեր բոլոր հալածանքների մեջ համբերելով հաղթենք այս աշխարհի պատերազմը, որը մարմնի եւ այրյան պատերազմ չէ, սիրելիներս, հոգու պատերազմ։
Մեր եկեղեցին այս ոլորտով է, որ կոչվում է զինվորյալ եկեղեցի։ Որպեսզի զինվորյալ եկեղեցուց դառնանք հաղթանակած եկեղեցու անդամ, իսկ հաղթանակած եկեղեցին արդարների եկեղեցին է Աստծո արքայությունում։ Մենք պիտի այս պատերազմը հաղթենք։ Եվ որպես կեղեքվածներ, որպես հալածվածներ, որպես նեղյալներ եւ կարոտյալներ, վտարանդիներ, պանդուխտներ այս աշխարհի վրա մենք միշտ էլ Աստծո կարիքը զգալու ենք սրելներս։ Միշտ էլ Քրիստոսին պետք է կանչենք մեր աղոթներով, խնդրենք, որպեսզի գա մեզ օգնի ազատի փրկի բոլոր տեսակի նեղություններից ու փորձներից։ Ոչ թե այստեղից վերստի տանի այնտեղ դնի, այլ մեզ իր համբերությամբ, իր զորությամբ, իր ուժով օժանդակի, որ մենք կարողանանք հալածանքների մեջ հավատարիմ լինենք։ Եվ վերջապես հարց պիտի տամ, մեր նպատակը ո՞րն է այս կյանքը։ Եթե այս կյանքն է, ուրեմն մարդկանց մեջ խղճալի եք, ասում է Սուրբ Պողոս առաքյալը։ Եթե Քրիստոսին ապավինել եք միայն այս կյանքի համար, ապա ուրեմն մարդկանց մեջ խղճալի եք, այդպես է ասում Սուրբ առաքյալը։ Միայն այս կյանքի համար չէ, որ մեր հավատքը Քրիստոսին պետք է ուղղենք։ Մեր հավատարմությունը, սերը, պատգամների նրա պահելու պատրաստակամությունը միայն այս կյանքի համար չէ։ Այս կյանքը ժամանակավոր է սրելներս։ Մենք հավիտենական կյանքի ձգտումով պիտի ապրենք այս կյանքը։ Սրա մասն է խոսում մեր Տեր Հիսուս Քրիստոս սրելներ։ Այն ամեն ինչը, ինչ որ մեզ այս աշխարհի հետ կապում է, եւ այդ ամեն ինչի պատճառով մենք խաբվում, մանիպուլացվում ենք չարի մեքենայությունների կողմից, այդ նրանցից ազատագրելու համար է մեզ Քրիստոս ասում, որ ես եկել եմ։ Եվ ասում է վերջում իր խոսք ամփոփելով. Տիրոջ ընդունելի տարին հռչակելու։ Հրեաներին Աստված բազմաթիվ օրենքներ տվեց, եւ այդ օրենքներից մեկն էլ հոբելյանական տարին էր, որը մինչև այսօր իր օրինական ուժը պահում է սրելիներս։ Ամեն 50 տարի մարդիկ իրենց պարտապաններին բաշխում էին, ազատ էին արձակում։ Եթե մեկը պարտքի համար ստրկացել էր, 50 տարի ծառայելուց հետո ինքը ազատագրվում էր։ Ամեն 50 տարին մեկ, կես դարը մեկ, տիրոջ տարին էր հռչակվում, հոբելյանական տարին էր հռչակվում, եւ մարդիկ միմյանց ներում էին ամեն ինչ։ Եվ Քրիստոս եկավ մարդուն ու Աստծուն, մեղքի պատճառով իրարից հեռացած մարդուն ու Աստծուն հաշ տեսնելու, միավորելու, նորից միաբանելու։ Եկավ մեր մեղքերը ներելու համար։ Մարդկության մեղքը ներելու համար եկավ Քրիստոս սրելիներս։ Եկավ Տիրոջ տարին հռչակելու յուրաքանչյուրիս կյանքից ներս։ Թե այն ժամանակ, մեզանից 2000 տարիներ առաջ, թե նաև այսօր, թե նաև վաղը եւ մինչև Քրիստոս երկրորդ գալուստը։ Քրիստոս եկավ մեզ ազատագրելու համար։ Եվ մենք սիրելիներ այլևս ազատագրված են։ Մեզ ոչինչ չի կարող կաշկանդել, ոչինչ չի կարող վախեցնել, ոչինչ չի կարող, ոչ հուրը, ոչ սուրը, ոչինչ, ասում է Սուրբ Պողոս առաքյալը, Աստծո սիրուց մեզ չի կարող բաժանել։ Ուրեմն սիրելիներս, ապրենք Աստծո սիրով։ Եվ Աստծուն սիրելու ամենալավ արտահայտությունը միմյանց սիրելն է։ Որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս հանդիմանելով ասում է. դու որ Աստծուն չես տեսնում, բայց ասում ես, որ սիրում ես։ Քո եղբորը որ տեսնում ես, բայց չես սիրում։ Ուրեմն կեղծավոր, նախ սիրիր քո եղբորը, որ քո կողքին է, որին տեսնում ես, հետո Աստծուն, որին չես տեսնում։ Առաջին հերթին մենք իրար պիտի սիրենք եւ մեր ունեցած սերը, մեր արտահայտած սերը Աստծո հանդեպ միմյանց սիրելով պիտի արտահայտենք սիրելիս։ Աստված օրհնի ձեզ, զորացնի։ Տիրոջ այս խոսքերը թող որպես պատգամներ լինեն մեզ մեր կյանքի բոլոր օրերի համար, մեր դժվարությունների պահին, մեր նեղությունների պահին, հիշենք, որ Աստված մեզ այլևս ազատագրել է ամեն տեսակի դժվարություններից եւ փորձությունից։